Չի եղել որևէ տարաձայնություն։ Պարոն նախագահ, ժամային լիմիտները անցանք, պանորամային անցյալ ասուլիսին է հարց չենք տվել, պանորամա դուք հմեկից եք, հա, հմեք ու փակենք։ Պարոն նախագահ, ՔՊ խոսնակները, պատգամավորները, երբ նեղն են ընկնում, ձեզ մեղադրում են ծանրագույն մեղքերի մեջ, սպանություն, նույնիսկ ահաբեկչություն։ Դուք տակ որակում եք դուրս տալ, բայց այդ դուրս տալը շատ լուրջ նստվածք է թողում ժողովրդի մոտ, հասարակության մոտ։ Իդեպ նախկինների փաստարկը բերելուց անմիջապես անցնում են այդ մեղադրանքներին։ Դուք որոշում ունեք կոնկրետ դեպքերով մտնել դատարան, կոնկրետ հայտարարություններով, վերջնականապես այդ լուրջ խաղաքարտը դուրս արվի այս քաղաքական պայքարից։ Նայեք, մի քանի անգամ մտել ենք դատարան, հաղթել ենք, բայց այնպես չի, որ միֆերը քանդվում են։ Առնվազն 3-4 դեպք ունենք դատարան մտած եւ հաղթած։ Հիմա եւս կա դատարանում զրպարտության հետ կապված հայցադիմումներ, եթե չեմ սխալվում, 2 հատ կա հիմա։ Բայց մեր քաղաքացիական, այսպես դատարանների արագությունը, ծանրաբեռնվածությունը իսկապես մեծ է եւ դա տարիներ է տևում։ Բացի նրան, որ տարիներ է տևում, նաեւ լրահոսում դա այնտեղը չի զբաղեցնում։ Ոնց որ դու 2 տարի ընկնես այս փաստաբաններով, բանով հաղթում ես, դու կորում գնում ես։ Առնվազն մի քիչ ժամանակ խոսակցան թեմա է դառնում։ Ես հասկանում եմ հետեւյալը, որ նման վերաբերմունքը փոխելու համար պետք է ասենց ռեսուրսներով բանում մտնես ու մի 6 ամիս 100 անգամ նույն բանը ասես։ Ուրիշ ձևի է, հատկապես այսօրվա ասենց լրահոսի այդ հոսունության բարագայում շատ դժվար է։ Դուք գիտեք այդ ոլորտի մարդիկ եք բոլորը։ Մի լուր դուք ի վիճակի եք մի լուրը մի շաբաթ պահել։ Միայն երևի մի շաբաթ լուրը պահելը ստացվում է այս պարտիավճարների հարցով եւ թոշակառում, որ 10,000 դրամը չգիտե թե ոնց բանը ծախսել, սա вообще իմ համար շոկ էր։ Իմ մերս 89 տարեկանում մահացավ, հաստատ ասեմ 88 տարեկանում, եթե ասեին 10,000 դրամը գիտես ոնց ծախսել, թե ոչ, կասեի իհարկե գիտեմ։ Եթե փորձեի ասի, որ կարող է ինչ-որ չջոկեսել եւ ոնց ծախսել, ուղղակի շատ լուրջ ինձանից կնեղանար։ Հիմա դուք ինչի ում-տեղ եք դրել մեր թոշակառուներին։ Ում-տեղ եք դրել։ Հիմա դա ինչի համար եմ այս օրինակը բերում, թեմաներ կա, որ ասենց ուրիշ ձև է կպնում եւ ի վիճակի եք երկար թեման պահել։ Այն ինչ որ դուք ասում եք, մի քիչ ուրիշ մոտեցում ասում։ Ես պիտի գործերս թողեի ու ասենց կարողություններով սա ինչ որ մտնեի այդ դաշտի մեջ։ Պրոբլեմ, իսկապես պրոբլեմ։ Իմ դեմ այդ ձև են աշխատել, համակարգված, բավական լուրջ ռեսուրսներ ներգրավելով ու բավական երկար ժամանակ։ Եվ որոշ միֆերի ինձ կպցրել են, որոնք իմ հետ կապ չունի ընդհանրապես։ Այն ժամանակ իմ աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարը Վիկտորը, երբ որ ասում էր, Վիկտորը մի քարտայել լավ, զահլաչուն եմ ես հիմա, ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղված։ Սխալ եմ արել, պետք է ուշադրություն դարձնեի, բայց չեմ էլ մտածել, որ կարող այս մի վիճակ գա, որ հետ մտնեմ քաղաքականության մեջ։ Ընդհանրապես չեմ մտածել։ Հասկանում։ Հանրային հեռուստաընկերություն ու ավարտենք։ Ես կփակեմ նորից Արտաքինի հետ կապված հարցով, թրիփի վերաբերյալ, որ անընդհատ